Սուտը որպես այդպեսին բնականաբար որևէ նոր բան իր մեջ չի պարունակում, այն եղել է միշտ որպես մարդկային հաղորդակցության և շփման տարր։ Սուտն ամենուրեք է միջանձնային հարաբերություններում, ընտանիքներում, հասարակական տարբեր հարաբերություններում։ Սուտն այն է, ինչ այսօր կառուցում է մեր հասարակությունը, խնդիր, որը ծնում է այլ խնդիրներ։ Սուտը որպես հասարակության բաղկացուցիչ տարր, այս թեման է ընտրել Ժաննա Անդրեասյանը ինտերնետ աշխարհում ներկայացնելու համար։ Փիլիսոփայությունը նպատակ ունի մտածել վերջավոր մարդու մասին անվերջ աշխարհում։ Ինչ է փիլիսոփայությունը, դիտարկումներ, ուսումնասիրություններ է ներկայացնում Աշոտ Ոսկանյանը։ Եթե սկսեմ ընդհանուր արևելահայերենի Հայոց լեզվի մարտահրավերները Հրաչ Մարտիրոսյանն ու Հրաչ Բայադյանն են ներկայացնում։ Այսպես ամենատարբեր ոլորտներ ու թեմաներ ինտերնետային դասընթացների, զրույցների տեսքով հայտնվել են Բուն TV-ի դիտակետում։ Ներկայացնում են գործիչներ, որոնք մասնագետներ են կամ ուսումնասիրել են ոլորտը։ Պատմություն, սոցիոլոգիա, տնտեսություն, տեխնոլոգիա։ Բուն TV-ում կարելի է գտնել շատ հարցերի պատասխաններ։ Բուն TV-ն նախատեսված է մարդկանց համար, ովքեր ինքնակրթությունը բարձր են գնահատում եւ համարում են, որ կրթությամբ, գիտելիքով հնարավոր է փոփոխություններ մտցնել թե մեր կյանքում, թե մեր կենցաղում, թե մեր հասարակության մեջ, թե ընդհանուր պետական խնդիրներ լուծելու առումով։ Այսինքն Բուն TV-ն ուղղված է մարդկանց, ովքեր ուզում են, պրպտող միտք ունեն, ուզում են ինչ-որ փոփոխություններ մտցնել իրենց կյանքում եւ հակված են դա անել կրթության, գիտելիքի միջոցով։ Բուն TV-ի արտադրանքը ստեղծվում է մի բնակարանում, որը տաղավարի ու գրասենյակի է վերածել 7 հոգանոց աշխատակազմը։ Դավիթ Ստեփանյանը ռեժիսորն է, Քրիստինե Արմենակյանը խմբագիրը, Վահե Բուդումյանը օպերատորը, Նարե Սահակյանը մոնտաժով է զբաղված, Հասմիկ Սիմոնյանը կայքի պատասխանատուն է, Անի Ասատրյանը ծրագրերն է համակարգում։ Գործառույթները երբեմն փոխվում են, այնինչ ստանում են թիմային աշխատանքի արդյունք է։ Նրանք նաև ընկերներ, համախոհներ ունեն, որոնք աջակցում են ամենատարբեր հարցերով։ Բուն TV-ն աշխատանքը սկսել է մեկ ֆորմատով։ Հետո աշխատանքային թիմը զարգացրել է ծրագրերը։ Նոր նախագծեր են հայտնվել Բուն TV-ի տիրույթում։ Մեր արածի մեջ ամենաարժեքավորը կոնկրետ ինձ համար այսօր Հայաստանում ներկա Հայաստանի առաջադեմ մտքի ներկայացումն է։ Հասկանում եք, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ մեզ նայում են նաև դրսում, մեր սփյուռքի հայրենակիցները, որոնց ազգայնական գաղափարախոսությունից զատ համարյա ոչինչ չի առաջարկվում։ Մենք այսօր առաջարկում ենք մարդկանց այսօր Հայաստանում տիրող առաջադեմ միտքը։ Իմ համար Բուն TV-ն կարևոր է մի պատճառով, որովհետև ինքը ունի կրթական գործառույթ։ Ինքը փորձում է տեղեկություն փոխանցել, տեղեկատվություն փոխանցել մարդկանց, համարելով, որ դա որոշակի փոփոխության կարող է բերել, որոշակի փոփոխությունների հանգեցնել։ Բուն TV-ն ինտերնետ տիրույթում գործում է 1 տարի, վերջերս նշեց հիմնադրման տարեդարձը։ Աշխատակազմի ներկայացմամբ այն առաջին հայկական գիտամասնագիտական առցանց հեռուստատեսությունն է։ Նրանք վստահ են, որ կրթությունը պետք է լինի առանց սահմանափակման, անվճար, չուղղորդող եւ հասանելի բոլորին։ Այստեղ ցանկանում են ներկայացնել մասնագիտական դիրքորոշում, ճանաչելի դարձնել գիտությամբ եւ արվեստով զբաղվող մարդկանց։ Ներկաները ստեղծել են մի հարթակ, որտեղ խրախուսելի են կրթությունը, գիտությունը, արվեստը։ Աննա Թամրազյան, Վարդգես Մանուկյան, Մշակութային ազդագիր։